Խաչքարերը տիպիկ հայկական միջնադարյան քանդակագործական հուշարձաններ են, որոնք աչքի են ընկնում իրենց բացառիկ յուրահատկությամբ, խորհրդավոր նախշերով և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում ընդգրկված մշակութային արժեքով։ Աշխարհում երբեք չկա երկու միանման խաչքարեր, քանի որ յուրաքանչյուր վարպետ ստեղծել է իր անկրկնելի գլուխգործոցը, երբեք չկրկնվող նախշեր, չնայած հեռվից դրանք սիմետրիկ են թվում, մոտիկից նայելիս պարզվում է, որ կողմերն ու զարդանախշերը միմյանցից տարբերվում են և երկրորդ նույնանման քար գոյություն չունի։ Առաջին հայտնի խաչքարը կառուցվել է 879 թվականին Գառնիում, դնելով այս գեղեցիկ արվեստի հիմքը։ Խաչի խորհրդանշական կետերը 5 են։ Խաչի 4 ծայրերն ու մեջտեղի հատման կետը, որոնք ունեն խորը իմաստ, այդ հատման կետը նաև անվանում են ակ։ Դրանք խորհրդանշում են երկնքի արքայությունը, մեղքերի ներումը և բարու ու չարի հատումը։ Խաչքարը նաև ունի տեղադրման հատուկ կարգ։ Այն պետք է օծվի և նոր տեղադրվի, որը տեղի է ունենում հատուկ շարականների միջոցով։ Խաչքարերի պատրաստման արվեստը հայերի համար եղել է ոչ թե պարզապես քարտաշություն, այլ հոգևոր աղոթ ու մտքի թռիչք։ Հայկական խաչքարագործության հազարամյա պատմության մեջ կերտվել են բազմաթիվ խաչքարեր։ Սակայն այդ բազմաթիվ խաչքարերից միայն 4-ի վրա է պատկերված Քրիստոսը։ Խաչքարերի վրա պատկերված է հիմնականում Քրիստոսի խաչելիության և խաչից իջեցման տեսարանները։ Այս խաչքարերն էլ հենց կոչվել են ամենափրկիչ։ Եվ հարց է առաջանում, թե ինչու են այս խաչքարերը կոչվել ամենափրկիչ։ Հնում հավատացյալները վստահ են եղել, որ այս խաչքարերն ի վիճակի են եղել բուժելու տարբեր հիվանդություններ կամ փրկելու չարից, այդ պատճառով էլ այս տեսակի խաչքարերը ձեռք են բերել որոշակի իմաստավորում։ Հայաստանում հայտնի բոլոր ամենափրկիչ խաչքարերը ստեղծվել են 12 տարվա ընթացքում։ Ամենահին ամենափրկիչ խաչքարը գտնվում է Հաղպատում և թվագրվում է 1273 թվական։ Ըստ խաչքարի վրայի արձանագրության, այն կանգնեցրել է Համալիրի եպիսկոպոսը։ Մյուս 3 ամենափրկիչ խաչքարերից 2-ը գտնվում են Էջմիածնում։ Դրանցից մեկը փորված է փայտի վրա և Էջմիածնի թանգարան է տեղափոխվել Հավուց թարվանական Համալիրից։ Մյուս 4-րդ ամենափրկիչ խաչքարը գտնվում է Դսեղ գյուղում։ Խաչքարերը կիրառվել են որպես հուշարձան, ռազմական հաղթանակները և պատմական կարևոր իրադարձությունները անմահացնելու համար։ Միևնույն ժամանակ խաչքարերը օգտագործվել են նաև գերեզմանատներում, հանգուցյալի հոգու խաղաղության համար։